պահին ինչ-որ ամփոփում, ովքեր են արձագանքել, ինչ կառույցներ, դիմել եք արդյոք միջազգային տարբեր այսպես ներկայացուցիչների։ Այո, իրավաբանները, մասնագետները հայտարարությամբ հանդես կգան, կա նաև Եվրոպայի հանձնաժողովի պատասխանը, որ հետևում են process-ին, իրենք հետևում են, բայց շատ կարևոր է իհարկե մեր հասարակության ռեակցիան, այս ամեն ինչը արվել է, որ մեր հասարակության հույսերը ջարդվի, հենց դրա համար են անում, որ բոլոր հակազդեցությունների օջախները կարողանան զրոացնեն, բայց դա չի լինելու։ Այս ամեն ինչի պատճառը միայն դա է, ներքաղաքական, ներհայաստանյան։ Իսկ ինչ վերաբերում է եվրոպական ու միջազգային կառույցները, մենք ամեն երևի շաբաթ ստանում ենք միջազգային լրատվական միջոցներից հարցումներ եւ հարցազրույց անցկացնելու առաջարկություն, քանի որ բոլորին շատ զարմացրել է։ Ու շատ կարևոր բան եմ ուզում ասեմ։ Եթե մենք դեմը չենք առնում այս process-ի, լինում են այն, ինչ այսօր ա եղել, այսինքն 6 քահանա ձերբակալվել է։ Հիշում եք, իրանք ասում էին, որ պայքարում են մենակ կաթողիկոսի անձի դեմ։ Կաթողիկոսի անձի դեմ են հիմա պայքարում։ Եկեղեցու դեմ են պայքարում, 8 քահանա են ձերբակալել, թող այդ հեքիաթները պահեն իրենց այդ բաներով ոնց որ տարածեն, բայց դա հեքիաթ է, իրանք պայքարում են հայ առաքելական եկեղեցու դեմ, հայրենակիցներ ջան, այս իրանց հեքիաթներին մի ավատացեք։ 4 օր առաջ էլի Ադրբեջանի հոգևոր առաջնորդը հայտարարություն անում, որ առաքելական եկեղեցին վտանգ է, 4 օր հետո էլի 8 հոգու ձերբակալում են։ Ոնց էլ մենք այդ մեսիջը ձեզ տանք, ձեզ մոլորեցնում են։ Այսինքն Ադրբեջանը հրանգավորում է այստեղի իշխանություններին, ինչ անեն, պարոն Կարապետյան։ Գիտեք, կա դեդուկցիայով եմ ես հետ գնում, այսինքն կա փաստ եւ այդ փաստից նախորդած ամեն Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարությունից մի քանի օր հետո տեղի ունենում այսպիսի մի դեպք։ Այս մարդիկ ոչ հոգևոր հովիվին են մեր եկեղեցու թիրախավորել են Հայաստանի ամենամեծ ռեպուտացիա, ամենամեծ վարկանիշ ունեցող կառույցին, հայ ժողովրդի համար, միավորող ուժին, սփյուռքի միավորող ուժին, որպիսի հնարավորության դեպքում կարողանան հակազդեն հայկական պահանջատիրությանը ցեղասպանության ուղղությամբ։ Այսինքն, որպիսի ցեղասպանության հետ կապված մեր ազգի բոլոր պահանջները, ճանաչման հետ կապված բոլոր պահանջները հնարավոր լինի ինչ որ ձև Հայաստանում արդեն չեզոքացնել։ Այս ամեն ինչը 8 քահանա, ես զարմանում եմ ինչ դեգրադացիա գնում իրանց մոտ էլի։ Հանրային քաղաքական շրջանակները իրավիճակը փոխելու հնարավորություն է սպայնում են, հարված իրենց վրա վերցնելու, որ եկեղեցին չմնա մենակ։ Այն բաները, որ իրանք հայտարարում են, այդ 40,000 դրամ այն, իրանք վախենում են այն ազդեցությունից, այն տպավորությունից, որ ստացել են։ 3 մի քանի հազար մարդ 12 ժամ, 10 ժամ ստեղ սպասել է։ Դա իրանց ցույց է, որ չեն հոգնում գնում։ Մեծ մասը չի հոգնում գնում, այսինքն բոլորը հետևողական մնում են։ Թող իրենց հույս չտան։ Քանի որ իրենց գործելով ոչին բնորոշ է, արդյոք երեկվայից հետո ինչ որ հետապնդումներ, չգիտեմ, եղել են այստեղի մասնակիցների նկատմամբ ինչ որ բաներ։ Հետապնդումները դա կարճաժամկետ խնդիրներ են, էդի ուղակի ունի նպատակ մարդկանց ինչ որ մտքեր առաջացնելու մարդկանց մեջ, բայց այտենց խնդիր ինձ թվում է ով որ գալիս է ինքը արդեն գիտի, արդեն հասկանում է ուր է գալիս ու հասկանում է, որ բոլոր հետևանքներին ինքը պատրաստ է իր գաղափարի համար։ Շատերի համար կարևոր է, որ միայն Սամվել Կարապետյանի համար չեն գալիս, իրենք տեսնում են Սամվել Կարապետյանի մեջ այն հույսը, որ կարող է վերջնականապես հավասարակշռվել ու հավասարակշռել այս մարդկանց այս անսահման արդեն դարձած ապօրինությունները։ Այսինքն մարդ պայքարում է եկեղեցու իբր հոգևոր հովիվի դեմ, բայց այսօր եկեղեցին արդեն փակ է։ Ինչն է, ինքը ասում է ես եկեղեցու հետևորդ եմ, եթե եկեղեցու հետևորդ ես, 8 քահանա, ինչու ես ձերբակալել, ինչու ես կալանավորել։ Սա հարգելի հայրենակիցներ համոզում են, ինչ որ ձև իրանց մեդիա ռեսուրսներով ձեզ ուզում են մոլորեցնեն, իրանք ուզում են եկեղեցին թուլացնեն, ոնց ասեմ ձեզ, եկեղեցին թուլացնում են այս մարդիկ, որ իրանց